Հայրենակիցներ, ահա լրացավ հայոց բանակի ու ոստիկանների ձեռքով առնվազն 10 հայորդիների սպանդի 4-րդ տարին, որ թեկորուստ հարազատները սպասում են սպանությունների բացահայտմանը եւ այդպես էլ մնացին սպասումով։ Չնայած այն բանին, որ անմեղ զոյրի իրավաճորդները արեցին հայօրս դրությամբ սահմանված բոլոր գործողությունները, անցան երաստիճան դատական համակարգով, դիմեցին Եվրոմարդու իրավունքների դատարան, Եվրոպայի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, եվրոպական բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններին, հանդիպեցին Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի իրար փոխարինող բազմաթիվ պրեսկոտներին, ավելին ժողովրդական շարժման ուժգու ճնշման տակ 1 տարի առաջ Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը մեր զավակների արյամբ զավթած անձը իր ճշմարտությունը վեր հանելով նկատառումով հավաքեց ուժային կառույցների ղեկավարներին, այդ թվում ՀԿՑ-ին եւ հանձնարարեց արագացնել գործի բացահայտումը, նոր թափ հաղորդել դրան, անցավ 1 տարի, սակայն ոչ մի բացահայտում, սա ինչ է նշանակում, մի ձևական ու անպարկեշտ շոու, այդ ամենը գալիս է մեզ ապացուցելու, որ այդ քայլերը մտահոգություն ու ժողովրդավարություն լոքսին շոու էր, ուղղված եվրոպական կառույցներին, թույլատնելու Հայաստանի իշխանությունների վրա գործվող ճնշումները, օրինականությունը, դեֆիցիտի, համատարած կոռուպցիայի, ժողովրդական արժեքների ամենօրյա բռնաբարման համար, ոչ Սերժ Սարգսյան, մեր երկիրը բացարձակապես ժողովրդավարական, իրավական ու սոցիալական չէ, ինչպես դուք ցանկանում եք ապացուցել դրսերին եւ եվրոպաներին, մեր երկիրը ավազակապետական, ճորտատիրական ու ստրկատիրական երկիր է, որտեղ գլխավորում են հայ երիտասարդին սպանող կամ դրան դրդող քաղաքական ուժերը, ամոթ ձեզ։ Այս պարագայում ցավալին այն է, որ ավազակապետների, լոլոներին ու ստերին հաճույքով խաբում են եվրոպական չինովնիկները, ամեն անգամ հետաձգելով արտարության որոշումը, հուսալով այս իշխանությունների ձեռքով իրականացնելու իրենց աշխարհաքաղաքական շահերը։ Դրա լուր վկայություն է Եվրախորհրդարանի մոնիտորինգի հանձնաժողովի հորդորով մարտի 1-ին հանձնաժողովի վերջնական զեկույցի մասին 2011 թվականի վերջում հատուկ քննչական ծառայության հաշվետվության ներկայացումը, չգիտեմ, միջանկայել էր այդ զեկույցը թե վերջնական, սակայն մի բան գիտեմ, որ այդ զեկույցում մարտի 1-ի անմեղ զոհերին անվանեցին հանցագործներ։ Իսկ նրանց սպանողները, հրաման տվողները ու մեծագույն սպանությունը պարտկողները արժանացան Հայաստանի Հանրապետության բազմաթիվ պարգևների, իսկ մարտի 1-ի հանձնաժողովի տխրահարչակ հակամարտ նախագահ որպես պարգևատրություն արժացավ Հայաստանի ազգային ժողովի նախագահի աթոռին, ամոթ քեզ։ Եվ այս ամենը եվրոչինովնիկները ընդունում են ամենայն հաճույքով, երկակի ստանդարտներով ու կեղծավոր քաղաքականությամբ, առաջնորդող միջազգային եւ եվրոպական կառույցների պատասխանատու եք իշխանությանը ուզուրպացնելու նպատակով 2008 թվականի մարտի 1-ին առնվազն 10 զոհերի եւ այսօր թափող հայ զինվորի անմեղ արյան համար, ամոթ ձեզ։ Հունվարի 19-ին լրացավ Ստամբուլի Ագոստերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 5 տարին։ Հայաստանյան բոլոր հեռուստաալիքները, մամուլը շարունակում են դատապարտել թուրքական իշխանությունին, 5-րդ անգամ վերստատել, որ թուրքական դատական համակարգը անկախ չէ, իշխանությունների շահերին ծառայող լծակ է։ Մեր իշխանական մտարավականները, պետական այրերը, վիլուցաբաները բարձրաձայն ցավում էին, որ այդպես էլ չի բացահայտում գլխավոր մարդասպանների սպանության պատվիրատուները, եւ թուրքական դատական համակարգն իբր բնորոշ խորամանկությամբ շարունակում են պարտքել իրողությունը, կասկած չկա, բացարձակ ճշմարտություն է։ Բայց ովքեր են մեղադրողները, ոչ ավել, ոչ պակաս մեր իշխանավորները։ 1 տարի անց 2008 թվականի մարտի 1-ին Երևանի սրտում 10 երիտասարդ սպանվեց, անցել է 4 տարի, սակայն Հրանտ Դինքի սպանության նման չեն բացահայտվել մեղավորները, հրաման տվողները, պատվիրատուները։ Դատական գործընթացը թե թուրքական, թե Հայաստանում, ինչպես դուված է ասել, շոու էր, սպանության
Պարտակում է, ինչ կարևոր է, 1 հոգի է սպանվեց, թե 10 եւ որ երկրում է կատարվել։ Ավելին, այս իշխանությունները ամեն տարի 100 պատշաճ դշելով հայոց մեծ ցեղասպանությունը, Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերը, զոհերի իշատակը։ Ոչ մի խոսք չեն ասում հայի ձեռքով իրագործված եղեգնագործությունը 99 հոկտեմբերի 27-ը եւ 2008 թվականի մարտի 1-ը Երևանյան ջարդերի մասին։ Շնորհակալություն ընկերներ։ Սիրելի